Սված չէր, բայց ներքին ձայնս ուրբաթորը ինձ ասաց, որ «Էտա շատ արխային մի եղի, դու կիրակի օր նորից պիտի դառնաս բայղուշ»։ Դուրս գաս եթե հանրային ձայնը այսօր աշխատում է, ես ուզում էի հրավիրեի մեր ուժային կառույցների ներկայացուցիչներին, ղեկավարներին, բայց հասկացա, որ այդ մարդիկ հանգստանում են կիրակի օրով եւ այսօր մեր հաղորդմանը ներկա կգտնվի Շուշան Պետրոսյանը, համեցեք Տիկին Պետրոսյան, նստեք Քրիստինե Հալաջանուրին հեռախոսով, դե գիտեք Քրիստինե Հալաջանը աշխատում է 24/7 ֆորմատով։ Քանի որ մեր հաղորդումը այսօր կրելու է, այսպես ասած, մի տեսակ այլ բնույթ եւ 21+, ուրիշ կերպ հնարավոր չի անվանել, մինչև ասենց ասած վատ լուրերին, այսինքն գրլոցուն անցնելը, հաղորդման այս սկզբից հանրային ձայն հաղորդաշարն, ինչպես գիտեք, լավին լավ, վատին վատ, բազմաթիվ Շնգավիթ համայնքի բնակիչների անունից եւ նաեւ ինչու՞ չէ իմ անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Շնգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, այսինքն Շնգավիթի թաղապետին, որտեղ անդադ զանգում էին, ասում են լավնա, սա արենարի, ինձ հետաքրեց, ինչով է Շնգավիթի թաղապետի հետ կան լավը, մեզ պատասխանեցին, ինչպես նաև մենք ճշտեցինք, որ մարդը հիմնովին վերանորոգել է 6-7 մանկապարտեզ, նորագավիթի բնբորձուրները, ասֆալտը, փողոցային լուսավորություն, քսենոն լուսերով եւ այլն, այսինքն Ռազմիկ Մկրտչյանից օրինակ պետք է վերցնի մասիվի թաղապետը Քանաքեր Զեյթունի, որը ժեխի մեջ կորացած Զեյթունը վերածվել է մե Ղախպա վայրի, ինչպես նաև Մաշտոցի։ Ես առանձնակի ուզում եմ նախազգուշացնեմ Քանաքեր Զեյթունի թաղապետին, հիմա շատ խիստ զայրացած եմ, հիմա որ սկսեմ խոսել, միանգամից պիտի մտնեմ Քանաքեր Զեյթունի թաղապետի տուն։ Դրա համար ես ժամանակ եմ ընձեռում իրեն, որպեսզի համայնքը բերի կարգի։ Իսկ Շնգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին մենք ասում ենք մալադեց։ Լավին լավ, վատին վատ։ Եթե մարդիկ գոհ են, մենք էլ տենում ենք, որ այս մարդը իրոք աշխատանք անում, մենք պետք է այդ արձանագրենք։ Ինչու ոչ։ Հանրային ձայն ամեն մեկի չի գովում։ Սա մեկ։ Ասես միանգամից շատ կարճ անցնեմ այս երկու բաները, որ պետք է ասեմ, նոր հետո անցնեմ բուն թեմաներին։ Ուզում եմ դիմեմ Լեննագանցի Սուրոյին, հեղինակություն կրիմինալ։ Ես մի քանի անգամ դիմեցի, ասեցի, որ վերջինս կասկածվում էր, ինչպես գրված էր ցուցմունքների մեջ, անձանց կերամամարացի համար ոմն Անդոյի ծառայություն մատուցել, մարտարևանգել եւ այլն։ Ուրեմն իրականացված օպերատիվ բազմակողմանիորեն արդյունքում պարզվեց, որ Անդրանիկ Գասպարյանը կերամամարացի սեփականատերը, որը գիտեք հաստատագրված բոզի տղա է, օգտագործել է Գյումրեցի Սուրոյի անունը իր սևգործերը իրականացնելու համար եւ դիտավորյալ դուժողների ներկայությամբ, առևակված անձանց ներկայությամբ տվել է Սուրոյի անունը, որ սա Սուրոյի մարդիկ են, Սուրոնա Կեզարե, Սուրոնա բանակուրսի եւ այլն։ Հանրային ձայն հաղորդաշարը հայտարարում է ինգեր Սուրոյին, որ մեր կողմից ձեր նկատմամբ առաջադրված կասկածները եւ մեղադրանքները հանված են եւ փարատված են, դուք էլ որպես կրիմինալ աշխարհի ներկայացուցիչ պետք է անեք հետեւություն եւ պարզեք, ինչից ելնելով կերամամարացի սեփականատեր Անդրանիկ Գասպարյանը օգտագործել է ձեր անունը, հեղինակությունը, ինգեր Սուրո առևանգված, խոշտանգված անձանց ներկայությամբ, դրանով իսկ ապահովելով իր տանիքը։ Հիմա էլ գնաց է մտել է շիշ բռնողի հոր ոռը, շիշ բռնողի հետ միասին, դրա ոռը հետը, որպեսի հանկարծ ու հանկարծ չանեն մամա եւ կուրբան։ Մենք այս բոզի տղուն կանադառնանք հաջորդ մեր հաղորդմանը։ Սա իր ոչ եմ տենդերներով, բանից պարզվում է այս ագարկի վաստակը մասնակցում է ՊՆ-ի տենդերներին։ Так, սրան էլ սենց, շատ կարճ անդրադառնալով գնանք առաջ։ Ուրեմն
Հասարակության մեջ կա տարակարծիք, այսպես ասած, իրավիճակ, տարաձայնություններ, որ все-таки Վարդան Ղուկասյանը զանգահարել է ամենայն հայոց կաթողիկոսին, թե ոչ։ Որոշակի Facebook-յան օգտատերեր, պոռնիկի վաստակներ, աուդիտորիա հավաքելու նպատակով ես արդեն հասկացել եմ, ով ուզում է աշկին գնի, բզբզմա Որեսյան գրել եմ։ Եկալել են, գրել են, տպել են, որ սուտա, տես բան չկա, նա չի զանգել եւ այլն։ Ուրեմն բոզի տղեկ։ Եթե ձեզանից որևիցե մեկը կասկածում է, որ Վարդան Ղուկասյանը կարող էր զանգել կաթողիկոսին, թե ոչ, ես հիմա հասկանում եմ, որ հիմա ես եմ դնեմ այդ մարդու հեռախոսը համարը եւ այլն սկսեմ հրապարակել, ձեր արջի մատուցած ծառայությունը մտնելու է ձեր մոր ոռը կաթողիկոս կոչված անձնել լրիվ իրավասու կլինի, որ գավազանը վեկալի գամտնի ձեր տուն կողի ձեր մոր ու կնգա դլոյի մեջ ասի գավազանը ստացեք իմ անվան հետ խեք խաղում։ Եթե որևիցե մի պոռնիկի վաստակ կասկածում նա, որ Վարդան Ղուկասյանը կարար զանգել կաթողիկոսին, հենա գավազանակիր գոյություն ունի, Տեր Վահե գոյություն ունի, մամլո դիվան գոյություն ունի, զանգեք հարցրեք, բոզի տղեկ, ձեզ ուզես հետևություն խեք անում։ Այդ ձեր համար է կաթողիկոսը Մուգունինի բուղա։ Մեզ համար բնավ սովորական մարդ։ Առավել եւս, որ Վարդան Ղուկասյանը քրիստոնյա չի եւ երբեք չի առաջնորդվել քրիստոնյական, ասենց ասած, ուսմունքով մեկն էլ դեկալ է գրելա։ Չգիտեմ, մետո քրիստոնյա ընկերներ, Վարդան Ղուկասյանը քրիստոնյա չի, Վարդան Ղուկասյան աթեիստ։ Քրիստոնեությունը ինչ է քարոզում, ինձ դա չի հետաքրքրում։ Դուք հավատացյալ եք, մնացեք հավատացյալ։ Ես անհավատ եմ, մնում եմ այդ անհավատ։ Էդ էլ էդից։ Էդ էլ կաթողիկոսի պահով։ Հիմա ուրա ահա ես որոշել եմ այս թեմային անդրադառնալ, այսինքն մենք հենց մի երկու թեմա ունենք, բայց այս կոնկրետ թեմային անդրադառնալ երկուշաբթի, բայց արդեն ուշ է լինում, հետո երկուշաբթվա եթերը բավականին ծանրաբեռնված է, դրա համար արդեն լցված է, դրա համար որոշեցի սենց համել կիրակյորով թեթևացնեմ եւ մի քանի բառ զրուցենք իրար հետ։ Ընդամենը ժամերը, օրեր առաջ, օրը այդ օրերը Հայաստանի Հանրապետության այտատիկին Աննա Բոլեին ռեստորանային համալիր ասեմ, ինչ ասեմ, այդտեղ նշեց, չգիտեմ, կանանց մի ամսյակ, որտեղ ներկա են գտնվել զոհված զինծառայողների ծնողները։ Ինձ իմ ընկերը շատ խնդրեց, ասեց մի անդրադարձի, ասի, որ չանդառնամ կմեռնեմ։ Ինքն մեզից մի փոքր կնեղանա, ոչ, չթող նեղանա։ Ընկերությունը դրա համար է։ Ոչ թեման ոչ ցավալի է, պետք չի եւ այլն։ Ես հիմա Աննա Բոլեյնին այս անգամ բան չեմ ասում։ Բացարձակապես ոչ մի նոտա։ Ես հիմա ուզում եմ մի երկու բառով զրուցեմ կամ դիմեմ զոհվածների ծնողներին։ Չեմ ուզում ասեմ մայրեր բառը, որովհետև մայր բառը այստեղ տեղին չէ։ Կանայք, դուք ներկա գտնվեցիք բավականին ուրախ դեմքերով, ինքները ձեզ նկարահանելով, այդպես ջերմ զրուցելով, ինչ-որ միամսյակի։ Գիտեք, դուք ընդունեցիք այն իշխանության հրավերը, որը անմիջական պատասխանատվություն է կրում 44-օրյա պատերազմի։ Որովհետև Փառք Աստծո կա YouTube, կա ինտերնետ, կա համացանց, հայկական մի քանի բառերով ասեմ, որտեղ ձեզ հրավիրած տիկնոջ ամուսինը ասում էր, ինքը սկսում է իր բանակցությունները զրոյական կետից, Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ այլն եւ այլն։ Ես միայն շնորհակալ կլինեի, եթե ընկեր Նիկոլ Փաշինյանը ասելով այդ ամենը
հետևողական լիներ այդ ամենին մինչև վերջ։ Արցախ իրոք դառնալ Հայաստան, գոնե ճանաչեին Արցախի անկախությունը եւ այլն։ Եթե նա պատժեր երկար տարիներ բանակը թալանած եւ կեղեքած անձանց, բայց մենք տեսանք, որ բանակը թալանած եւ կեղեքած անձանցից մեկը պատրոն Դավիթը վերջերս դուրս եկավ քերակատարողական հիմնարկից 3 միլիոն, 5 միլիոն շմետ սիմվոլիկ թիվ մուծելուց հետո։ Բանակի թալանի, բանակի նման սպառազինության եւ ձեր որդիների մաֆան թիվ 1 պատասխանատուն հանդիսանում է ներկայիս իշխանությունը։ Մինչև օրս Արցախի եւ Հայաստանի Հանրապետության երկինքը ամբողջովին բաց է բայրակթարերի համար։ Ոչ մի բայրակթար չի կարող խփվել հայկական կամ Ղարաբաղյան օդում։ Հիմա ինքեր կանայք։ Ձեր տղաները, ձեր որդիները, լինելով ժամկետային զին ծառայող, նահատակվեցին, զոհվեցին իրենց առջև դրված խնդիրը կատարելուց, այսինքն պաշտպանում էին Հայաստանի Հանրապետության կամ Արցախի հողերը։ Բայց այդ մարդկանց թիկունքը դատարկ էր, երկինքը դատարկ էր։ Հայ զինվորների, հայ սպաների կամ առհասարակ զորքի գերակշիռ մասը զոհվել է հենց բայրակթարերից եւ հրետանոց։ Շատ քիչ մաս կա, որ բաժինադար է ավտոմատի, գնդակի կամ պուլեմյոտի։ Երբ որ ձեր որդիները խրամատում, բլինդաժում, տենց ասենք, մեքենան բեռնաթափելուց, ես ինչի եմ շեշտում այս պահերը, որովհետև ադրբեջանական սայթերը հրապարակում էին հենց այս տեսանյութերը, որտեղ որ խփում էր բայրակթարը, չէ՞, մեքենան բեռնաթափելուց, մեքենան ընթացքի մեջ, խրամատում, որ բազում մտնում են խրամատ, բլինդաժ կամ այնտեղ ինչ-որ մի թաքստոց, մեկ էլ բայրակթարը կուլիկ, վերևից այդ մի քանի այդ հոգու վրա, հրանոթի կողքը եւ այլն։ Ես չեմ կարող ասել ձեր որ մեկի որդին բախտա ունեցել զոհվել միանգամից առանց տանջվելու, բայց հաստատ ձեր մեջ կան ծնողներ, որոնց որդիները, ես աշխատում եմ շատ զգուշ բառերը վերցնեմ, զոհվել են տանջվելով հեմորագիկ շոկից, տրավմատիկ շոկից, բուժօգնության պակասից, բացակայությունից, ցավազրկողների բացակայությունից, այն ժամանակ, երբ որ զինվորները տանջվում առնակամ էին լինում վիրավորները, ռազմական ոստիկանության պետը Քոչարյան Անդոյի խոզի ու Մարալիկի խոզիկերերն էր հասցնում Արցախ ուազիկով։ Փոխանակետնույն ուազիկը ձեր որդներին դուրս բերեր թեժ կետերից։ Նման ապացույցները եղան բազմաթիվ։ Եվ այսօր այդ ձեր Աննա Բոլեյնի իշխանությունը անգամ աշխատանքից չազատեց այն հրամանատարներին, այն սպաներին, այն ռազմական ոստիկանության աշխատակիցներին, որոնք պատերազմի ժամանակ լքել են ռազմի դաշտը կամ զին տեխնիկան կամ զին ավտոտեխնիկան օգտագործել են ոչ նպատակային։ Մարդիկ կոֆե ապարատները հանեփախնում էին, բայց զինվորներին թողում էին։ Ես հիմա ուզում եմ հարց տամ այդ մայրերին, եթե կարելի է մայր կոչել։ Դուք պատկերացրեք մի պահ, ամեն մեկը ձեր վրա, որ ձեր հասարակ օրինակ բերեմ, հա, խոհանոցում գործանելիս, որ ձեթը թռնում է ձեր մատի վրա, դեմ եւ այլն, մաշկի վրա, մրմուրից խելագարվում եք, չէ՞, մրմռումա ցավմա կամ միս կտրելուց, բաստուրմա բան կտրելուց, դանակով որ մատը վնասում եք, ցավը մրմուրա, չէ՞։
Բա դուք պատկերացնում եք ձեր որդիների ցավն ու մրմուրը, երբ որ Բայրակթարը պայթելա ձեր որդու կողքը, այդ շարիկները, այդ կրակը, այդ բարութը, ինչ լեզվով բաց, այդ ցավն ու մրմուրը, որ մտելա ձեր որդների մեջ, հա? Մի մասը մնացել են առանց ոտ, մի մասը առանց ձեռ, մի մասը սաղ միասին, ու տեն ցավերի մեջ, այրան մեջ առնաճապաղ լնելով, նռալով, այդ մարդիկ մահացել են։ Ասում եմ հեմորագիկ շոկ, տրավմատիկ շոկ, անաֆիլակտիկ, ինչ տիպի շոկ ասես։ Տանջվել են, նորեն հոգի տվել։ Դուք պատկերացնում եք այդ տղաները տանջվելուց, անօգնական վիճակից, վառվելուց, խաշվելուց, նամանավանդ ընդեղ 18-19 զինվոր կար, որ միանգամից եղան բիզիմդիչ, մի մասը վառվավ, մեկը մնացավ եւ այլն։ Ինչ ցավ, ինչ հայոյանք, ինչ անեսք ու լուտանք են տեղել այս կառավարության հասցեին, Նիկոլի նախարարների եւ այլն, բայ եզեր մերը, եզեր կնիկը, մեռա, հասեք եւ այլն եւ այլն, այդ մարդկանց ոռնոցը ձեր երեխաների։ Եվ ոչ մեկի անց չի օգնել։ Ոչ մեկ այդ վիրավոր երեխեքին դուրս չի բերել, որովհետեւ խոզիկեր են տարել բերել։ Հրամկազմ չի եղել, կոֆե ապարատներն են տարել։ Տրանսպորտը զբաղված է եղել կոֆե ապարատ խոզիկեր տանել բերելով։ Եվ դուք այսօր ինձ հետաքրքիր է, եթե կա Քրիստինե Հալաջյանն ու Քրիստինե Հալաջյանը հաստատում է, որ կա երկնային գրասենյակ։ Երկնային գրասենյակում գրանցված 18-20 եւ այլն երիտասարդ զինվորների հոգիները հիմա որ վերևից նայում են ձեզ։ Օհա, եթե կա էլի։ Եթե կա լավ, օքեյ, կա։ Հիմա այդ տղաները, որոնք ամեն մեկը ենթակա են սրբադասման, հիմա որ վերևից նայում, նստած նայում են ձեզ, եւ նայում է իա մայրը, միշտ սև շորը հակելա, ոսկին կցևեր են, զարդարվել, ագանջողել, տան, հետաքսուկ, պրտվուկ, եկե նստել այն շոր մի սեղան, որի վրա լիմոնադ, բանան, ինչ-որ տեսպան մրկեղեն է, նստել է, բերանը մինչև ատամները բաց, արդեն ես էլ բան եղա, մինչև ագաժները բացել է, ու նկարվում է Աննա Բոլեյնի հետ։ Տենաս, ես ուզում եմ հիմա, գնեմ մի հատ զանգի էլի, հելի մի հատ զանգի, թող ընդեղվե, դարեշտակապ, պրոստը մի երկու հարստան է երեխեքին, ասենք, հարստան, հետ հիմա շտապ, գոհ են, թե դժգոհ են, իրանք ոնց են նայում իրենց ծնողներին, խտրում եմ քիսո ջան, մտեն սենյակը մի հատ արագ կապնվի վերև, մինչև Քրիստինեն հեսա գա։ Ինձ հետաքրքիր է, դուք ձեզ, այ որ այդ միջոցառումից հետո որ այդ լիմոնադը սոկը ձեր տուն լիմոնադ չկար, կամ միրգ չկեր, չի եղել, որ հելել եք եկել եք տուն, գիշերը ձեր մարդուն գրկել եք ու պարկել եք, ղերի հետ խաղալով, լավ, դուք մի պա հարց չեք տվել ձեզ, տենաս իմ տղեն որ սաղլներ, կամ եթե հոգի կա, տեսներ ես պահը, որ իան վարի տված իշխանության ներկայացուցչի հետ կամ ներկայացուցչի կնգա հետ ես նստած հահի եմ անում, նկարվում եմ, ինչ ասելու իմ տղեն։ Քրիստինե Հալաջյանը թուղթը ցուցատալի որ երկնային գրասենյակից պատասխանում են, որ ոչ մի համբարձված զինվորի հոգի, որը գտնվում է դրախտում, ցանկություն չունի արձագանքելու իրենց այսպես կոչված ծնողների գործողություններին։ No comment, իհարկե բացասական իմաստով։ Լավ, դուք ամոթ, աբուր, ինքնասիրություն չունեք, դուք մայր եք կոչվում, 18 տարի պահեցիք, մեծացեցիք, 9 ամիս էլ ձեր մեջ պահեցիք, բերեցիք, շինեցին սենց վիճակի մեջ, դրանից հետո դուք, եթե նորից եմ կրկնում, սրանք հաղթանակած լինեին, երկրի հերը անիծած չլինեին և դուք հրավերն ընդունեիք, ես բացարձակապես ոչ մի բարոյական իրավունք չունեի ձեզ քննադատելու։
Ես անգամ չի անդրադառնա, որովհետև դուք հաղթանակած բանակի զոհված ծնողների մայրեր եք։ Այսինքն պետությունը հոգատարել, որ այդ զինվորները Հավայի տեղը վարի չգնան, ասես մի քիչ կոպիտ բառերով ասել։ Պետությունը պատժեց, կամ պետությունը պատժեց բոլորին գեներալներին, սպաներին, հրամանատարներին եւ այլն, որոնք ռազմական դրության կամ պատերազմական գործողության ժամանակ զբաղված են եղել անձնական բիզնեսով։ Լքել են մարտի դաշտը, չգիտեմ, լքել են զինվորներին, որպես հրամանատար եղել են բոզի տղա, դրանց բոլորին դրել է, պատժելա, կասեմ, մարդը ստիպված է պարտվելա, բայց պարտության մեղավորներն էլ պատժելա։ Իոսիֆ Ստալին расстрелять, բայց ոչ։ Բոլորին ավելի բարձր պաշտոններ։ Ես չգիտեմ, համենայն դեպս դուք մայր կոչվելու իրավունք չունեք։ Կներեք, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև ձեր որդիները 100%-ով, որտեղ այդ ցավը իրանք են զգացել, այդ մրմուրը, այդ տառապանքը գերի ընկնել, կտրտվել, սպանվել, հասկանում եք։ Հայաստանի Հանրապետություն կոչվածը, երբ որ խոշտանգված դիակները գալիս էին, անգամ միջազգային նոտա չներկայացրեց, ցույց տալ, ասեց, խնդրեմ, տեսեք, խոշտանգված դիակներ, գերիներին ոնց են գնդակահարում եւ այլն։ Նույն բոզիտողությունը այսօր անում են ուկրաինացիները ռուսների նկատմամբ, բայց ռուսական կողմը արդեն իր դիրքորոշումը հայտնել է։ Այն ստորաբաժանումները, որոնք որ Ազով, Մազով, չգիտեմ, Բանդերա, Մանդերա, որոնք ցուցաբերել են դաժան վերաբերմունք գերիների նկատմամբ, տրված է հատուկ հրաման գերի չվերցնել, գնդակահարել եւ ճիշտ արել։ Բայց մեզ մոտ դա չկա։ Մարդոց կարա այսքան չսիրի սեփական երկիրը, սեփական բանակը, սեփական զորքը։ Դա կարա անի միայն պետական դավաճանը։ Թուրքը ես բառ չեմ գտնում ասել։ Մենակ ես կասեմ ամոթ ձեզ կանայք։ Ինչ վերաբերվում է մեկ այլ հայտնի տեսանյութի, որը համահունչ է այս նույն շոուի հետ, որտեղ քպական պատգամավորները քեֆ են անում ռեստորանում, Արմեն Խաչատրյան, Մալչիկ բա իմինի Սասուն դրա աղբերը երաժշտության տակ կռիվ եք գնում, բարով գնացեք եւ այլն, բոզի տղեկ դուք գնացեք, բախի չէի գնում։ Այդ նույն այդ Արմեն Խաչատրյան եւ այլն, բարով գնացեք ուժ զոհվելու։ Ինչ ես արել բանակիդ համար, բոզի տղա։ Բարում եմ, ես կարադառամ ես աղբի տղեկին։ Ուրեմն մոտենում ենք բուն թեմաներին։ Նախորդ իմ հաղորդման ժամանակ ես ռուսերենով դիմեցի Ռուսաստանի Դաշնության նախագահին եւ խաղաղապահ զորքերի հրամանատարությանը, այդ թվում նաեւ ասիկան ռուսական կողմին բավականին հիմնավոր կերպով ներկայացնելով, որ եթե դուք չեք կարողանում կատարել ամսի 9-ի 2020 թվականի ստորագրած պայմանագիրը, ուրեմն հրավիրեք այլ կոնտինգենտ, ֆրանսիական կամ ամերիկյան, կամ թողեք հեռացեք։ Facebook-յան օգտատեր Մոսո ինչ-որ Մուսայելյան վեկալ է հոդվածը գրել, ես կարճ, ոչմ կարծիք, որ սա Լևոնա թրքահպատակ երևույթ է եւ Արցախը սկուտերի վրա ուզում է հանձնի, քննադատում է ռուսներին։ Ես ուզում եմ պատասխանեմ այս բոզի տղուն, որին որ մեծ հաճույքով ուզում է տունուտեղը ծծցնի Սևանցի գարիկը, որը գտնվում է Մոսկվայում։ Ես հաճույքով Սևանցի գարիկին ուղարկում եմ իրանց տուն։ Ուրեմն ղախպի տղեկ Վարդան Ղուկասյանը ոչ ռուսամետ է, ոչ թուրքամետ է, ոչ եվրոպամետ է։ Դրանով է իմ եւ ձեր տարբերությունը։ Ռուսական կողմը ստանձնել է պարտականություն։ Վարդան Ղուկասյանը ասեց, եղբայր, դու ստանձնել ես, բայց չես կատարում։ Բարի եղի, կատարի։
Անցավ 1 օր 2 օր ռուսական կողմը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ասեց այն, ինչ որ ասում էի ես, որ ադրբեջանական կողմը մտել է ագրեսիա եւ այլն, դուրս պիտի գաք։ Ինքը ռուսական կողմը ընդունեց։ Եվ ինքը ռուսական կողմն էլ պարտադրեց, որ ադրբեջանական կողմը դուրս գա այդ երկու, ոչ երկու գյուղա, մի գյուղա տեղից։ Եվ դուրս եկավ։ Դու կարաս լինես ռուսամետ, բայց ռուսի ոռիցակը մտնելու մոլուսկը քո երկրի պետականությունից ավել չպիտի լինի բոզի տղա։ Դրանում է իմ եւ ձեր տարբերությունը, որ դու կամ վազելով մտնում եք ռուսի ծակը, կամ վազելով մտնում եք ամերիկացու ծակը, մոռանալով ձեր երկրի պետականությունը։ Էլի ընկերություն արա, էլի ռուսամետ եղի, բայց եղբայր ջան, դու պայմանագիր ունես, մե բարի եղի, մե տեր եղի։ Այսինքն եթե ասում ես բարի եղի տե, Արցախը սկուտերի վրա հանձնում է, Պորնիկի վաստակ, Արցախը սկուտերի վրա որ հանձնող լինեի։ Ես Նիկոլի ոռը պիտի մտածելնեի, Լավիթ Բերանը։ Հերիքայել։ Սա է տարբերությունը իմ եւ ձեր, իմ։ Հա, որպես այսպես արդեն իսկ քաղաքական գործիչ, այդպես ես ինձ անվանել, եւ ձեր, եւ որ դուք խախի շահը ավելի բարձր է գնահատում, քան ձեր պետության շահը։ Դուք վախենում եք ձեր դաշնակցին, այսպես կոչված, կամ բարեկամ երկրին եւ այլն, հարցով դիմել, ասել տղա ջան, այդ ցավդ տանեմ, պայմանագիր է, չէ՞ ստորագրել։ Բամետեր եղի։ Հասկանում եք։ Այսինքն երբ որ ասում ես, գիտեք ինչ, ընկեր Մոսո Մուսալյան, որ այս պայն ընտանիքի ծածասնամա Սևանցի գարիկը։ Երբ որ չափից ավել ստրուկ ես լնան, հնազանդ, ինչա, դա դիմացինին դուրս չի գալի, բացարձակապես։ Նույն ամերիկացուն, նույն ռուսի, ինքը արդեն քեզ տենում է որպես փալաս, տրապկա, որ ոնց ուզի կարա օգտագործի դու մեկը յա ոռի ցակը լազելու ես, որովհետև դու բոզի տղա ես։ Բայց երբ որ դու ասում ես, գիտես ինչ հարգ մեկ էլի ինգերներ ենք, դաշնակիցներ ենք, բայց եղբայր մետեր եղի, ստորագել է, զորք ես բերել է, քո խաղապա զորքերի նկատմամբ բայրակ թարով խփում են, ասենք այդ ուղղությամբ եւ այլն, դու ձեն չես անում։ Բայց ես ինչ անեմ, այդ բնակչության հարցը ոնց լուծեմ։ Ասեցինք, հիմա իմ ասածը մեկ մի հատ մուրուքով, նորմալ, ինտելիգենտ տղա կա, որը հելավ նույն ձև, շատ ճիշտ, ռուսաց լեզվով, ասեց Պուտին տերեղի, այդ տղա ասածն երկու եւ այլն, ճիշտ դիտողությունը ցանկացածի համար ընդունվում է։ Հասկանում եք։ Ռուսամոլներ կամ եվրոպամոլներ, այն Բևեր մևեր վազը մտել են, չգիտեմ, Եվրոպայի ոռացքի քակի տեղ չեն դնում, Ամերիկայի վիզա չեն խփն դաժե, ասում են դուք տերորիստ եք, բայց նրանք ասում են, օ, Ամերիկա, են ասում են, դնեմ վզի, ցիկիր։ Են մի թայֆեն էլ բեսամ ռուսամոլ վազը մայլի, իան տալնամա Կրեմլի պատերով եւ այլն, են արաբրամյան դեակալամաս միութենական պետություն, են ինչ են Ղախպյան են, Ամերիաբանկի չատլախը, են ինդիալիցա գալամասն, բայց էլի քակի տեղ չեն դնում դրած ու քո նման բոզի տղեկին, որովհետեւ դուք ստրուկի հոգեբանություն ունեք։ Վազգենն էլ էր, այո, ռուսի հետ ընկերություն անում, բայց հավասարի հետ։ Գրաչով հետ նստում խոսում էր, ասում էր, սենց, Գրաչովն ասում էր, դա, вы правы։ Բայց որ մարդը տենում է դիմացինը քնձղ բոզի տղա է, ոնց ուզում օգտագործում, որտեղ դու ձեն չես կարա հանես, դու ստրուկ ես։ Պորնիկի վաստակ, ասում է Ղարաբաղը սկուտերի վրա հանձնել, հանձնի, իմ ելույթը տվեց հակառակ արդյունքը, ռուսական կողմն էլ ասեց, այո, Ադրբեջան, դու բոզի տղա ես։ Բայց հայկական կողմը, արտգործնախարարություն կոչվածը, բացահայտ հայտարարությամբ հանդես չեկավ, ասի, գիտեք ինչ, սենց բան, Ռուսաստան մետեր եղի, նախին արտգործնախարարներ էլ ավտապեց, են էլ մալադեց, բայց հայկական կողմը ձեն չի հանում, չասեմ, սենց, ու հետո, բոզի տղա, իմ երութից հետո, մեզ հայտնի է դառնում, ընդամենը ժամեր անց, հավաստի աղբյուրներից, ռուսական, որ ուրա, այդ փարուխ և կարագլուխ բարձուկները հանձնվել են, այլ ոչ թե ադրբեջանական կողմը զավթել է, հանձնողն եղել է հենց մեկը Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, այս բոզի տղեկի հետ միասին։
Իրանք թույլ են տվել, որպեսզի այդ փառուղը եւ քարագլուխը անցնի Ադրբեջանին։ Ադրբեջանական կողմն էլ ռուսական կողմին ասելա, они эту территорию нам подарили. Что вы хотите? Ռուսական կողմն էլ ասելա, խերս կերելա, թե подарили. Давай сектиш։ Արայք Հարությունյան, դու այսքան բոզի տղա չէիր, ինչի՞ սենց բոզի տղա դառաշ, հա։ Ես ուզում եմ հասկանամ, լավ, նույնիսկ դու չես մտածում, որ քո գաղտնի բանակցությունները, դիվիժենները, որը որ դու անում ես թուրքերի հետ, միևնույնն է, շուտ թե ուշ դառնալու է պարզ։ Եվ դա իրոք զարմանալի չի, որովհետև Արցախի ոչ մի զորք չի շարժվել այդ փառուղ գյուղի ուղղությամբ, որպեսզի այդ տարածքը պահի նորմալ։ Վարի տալով նահանջել են, սուս պուզդավայցեցիք տիրել եք։ Դրան գումարած, զարմանալի չի, որ ընդեղ Արցախում գնում է ռազմական գործողություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը բուկլետ է բաժանում Վեդիում։ Վեդիի համայնքը շուտով ընկնելու է սանկցիաների տակ։ Իմ կողմից, եթե Վեդիում այդ կրակադիլ, բոզի կրակադիլ դինգոյա դանգո այդ բոզի տղեն հաղթեց։ Հասկանում եք։ Եվ Սուրեն Պապիկյան բոզի տղուն ու Արայիկ Հարությունյան պորնիկի վաստակին ես մտածում էի, ոնց սրանց ես ծծնել տամ։ Եվ ես հիշեցի Շուշան Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, քանի որ ինքը ավելի ուժեղ պատրիոտ է, քան թե այս երկու բոզի տղեկը։ Եվ տիկին Շուշան, ելնելով դրանից ես ուզում եմ, որ դուք այսօր Կիրակի օրով, կիրակնամուտ է երակում, չգիտեմ ավելի տարժեստվենի կերպով ծսնեք այս երկու բոզի տղուն, Արցախի նախագահ կոչվածին, որը պետական դավաճան գաղտնի տղա է, եւ պաշտպանության նախարար Պորնիկի վաստակին, ով փոխանակ զբաղվի բանակի խնդիրներով, բուկլետա բաժանում եւ հենց այս պայ դրությամբ զբաղված է ընտրապայքարով։ Բայց ես ուզում եմ առանձնակի ձևով, խատուպայի նման ինչ-որ մի բան գիտեք, եւ հիմա ես ուզում հասկանալ, ինչ կսազեր, ինչ ավելի սպեցիֆիկ կլինի Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհուն։ Եվ հասկացա, քանի որ հանրային ձայն հաղորդաշարին զանգել էին եւ խնդրանքով դիմել էին բալետ պարողները Հայաստանի, ասում էին մեզի տարեք միտեղ սաղին տարակ բացի բալետ պարողներից։ Ես որոշեցի, որ ձեզ, Տիկին Շուշան, բալետ պարողների անսամբլով պետք է այդ ուղարկեմ Սուրեն Պապիկյանի եւ Արայիկ Հարությունյանի մոտ, բայց առանձնակի սպեցիֆիկ ոճով։ Ես ուզում եմ, որ դուք ձեր գեղեցիկ ազդրերը, հետույքը եւ այդ գեղեցիկ են բարեմասնությունները հակնեք այդ բալետ պարողի շորը, այնց է սպիտակ փուփուլիկով, այնց վերև տնգած, սպիտակ տրիկո, սպիտակ այդ ինչա, ոչ եմ չստերով եւ այլն, մատի ծայրերի վրա կանգնած, բալետ պարողների համույթով մտնեք մի կաբինետ, որտեղ նստած կլինեն Սուրեն Պապիկյանը եւ այդ բոզի տղեն Ղարաբաղի նախագահը, մտնեք դες մկրատով այդ տրիկոյի փմբուկի մասը կտրեք այդ ձեր գազանիկին ու մութ սենյակ, կիսամութ սենյակ մի հատ երկար բալետ, ինչ երաժշտություն բալետի հետ համատեղ, բալետ, ես արդեն որոշել եմ, որպեսզի ավելի համահունչ լինի բալետ, Հա այս երաժշտության տակ Ալլա Պուգաչովա բալետ դուք մտնում եք նես լույսը հերվում գնում է ձևը մութ սենյակ սա չգիտեմ ով է գալի կապույտ լույս եւ հանգար Շուշան Պետրոսյանը սպիտակ բմբուլը գլխին սպիտակ շերով դոշերը բացած է տերիկոյով ոտերը վեր տնկած տեսա Голубой далекий свет, как раз является балет. Այս ոչ մեջ, բալետ պարողների խմբով, Շուշան դուք որպես դարի գեղեցկություն, դարի հայտնություն բալետի մեջ, ոտի թաթերի վրա մոտենում ես այդ երկու բոզի տղեկին, այդ փմբուկի մասը, փուփուլիկի բարձրացնում ես վերև,
Այսպես վիսակով զլետայես ու փամփուկով ուղիղ Սուրեն Պապիկյանի բերին։ Նստա մոս իշտում ու դնում ես բենաս մեզ ստացի բոզի տղա, բալետ։ Եվ միայն ասղես, էտա կայֆի տակ, են դե գլգլանում, դու միլակ ասղել ես տենում, շիշոյ։ Բալու հիր բալետ բալիները ձեր կողքը, թռմեսան, թռմենան, տղաները, որցելը։ Ատավայիք բայտավայիք բոզդղեն բորրմա բալետ, չորը չէ չի տենում։ Այս երկի տակ շուշո, դու ծասանես նրանց անընդը մեջ։ Նրա բենից, նրա էքան միջև էտակյո մեջի սակ հանքային ջրեր, բնական հանածոներ, հուրին կալյում, ցինկ, ֆոսֆոր, ֆտոր, կլոր, մեդիում, էտ սախ, լծվեն դրանց էտ երկու բոզի տղու բենի մեջ, սկսեք, գլացեք։ Բայց ինչ, հասկանում է, ինչ կարգի բոզի տղա պիտի լինի մարդ, ոչ նման ձևով սեփական ատելության, ազնական խորը ատելություն ունենա սեփական ժողովրդի նկատմամբ։ Հարգելի Ղարաբաղցիներ, ձեր իշխանությունը դալաճան բոզի տղա է։ Ձեր իշխանությունն է հանձնել փառուղ եւ քարագլուխ գյուղն ու բարձունքը։ Իսկ ձեր հետևը Варфан Гугасян, Исаева вот команда, говорит слово «благодарю» российскому правительству и миротворцам за то, что они вернули село Парух и Карагалух. Вот так вот. Назло этим государственным изменщикам. Հասկանում եք? Եվ այստեղ պարոն Աբազյանը ցավոք սրտի ներկա չի, այսօր պետք է զբաղվի պարոն Աբազյան, այս պետական դավաճանությամբ, միանշանակ, Արայք Հարությունյան, դու բոզի տղա ես, դու պետական դավաճան ես։ Հաջորդ մեզ հաղորդմանը մենք անդրադառնանք Spike-ին, մենք անդրադառնանք Press-Tent թերթի կրպակների ցանցին։ Միանգամից ուզում եմ շնորհավորել Էժմիածնցի Տիկոին իս գորոդը Դուբնա, ծնունդի կապակցությամբ շնորհավորում եմ, քանի որ ստեղ նշված է, որ ես պետք է ասեի երկու շաբթի բացի մայամասը։ Կանադառնանք Գերամամարացին, Մուրացյանի հիվանդանոցին մանկական, մնացած արդեն ընթացքում։ Այսօր այսքանը, շնորհակալություն, միշտ հանդիպում։